Դավիթի հետ եմ խոսացել, ասաց, որ պապատ դեռ զբաղվում է Մարկի սպանության գործով։ Ես չգիտեի։ Հա, պապատ լուրջ վկա է գտել, ով ապացուցում է, որ Սոնան դատի ընթացքում խաբել է։ Մի րոպեան ինչ նկատի ունես։ Դե արբի պապատ գտել է այն մարդուն, ով գնացել է այդ օրը Սոնայից տուն ու փոխել է դրան կողպեքը։ Ոնց։ Դե մի բան հաստատ պարզ է, որ Սոնան ամբողջ դատի ընթացքում խաբել է։ Ու արբի ամենազարմանալին գիտես որն է, որ այդ փականագործը ասել է, որ կողպեքը դիտավորյալ փչացրած են եղել։ Մի րոպե ինչ է ստացվում։ Արբի չես հասկանում, Սոնան Արամի գլխին սարքել է։ Արամին հետ է կանչել տուն, որ փչացնի կողպեքը, որ այդ ընթացքում են մարդը, որ պետքա գողանար Արամի մեքենան, հասցնի իր գործը անի։ Արբի, եթե ինձ չես հավատում, պապայիդ հարցրու։ Ինքն է փաստաբանի հետ խոսացել ու այս ամեն ինչը ջրիերես անել։ Արբի փաստաբանն էլ պապայիդ ասել է, որ մեքենայի վրա օտար մատնահետքեր են եղել, որ դրանք նորից պետքա ուսումնասիրվեն։ Ուզում ես ասել, որ Արամը անմեղ է։ Արբի, ես առաջ օրվանից քեզ էդ էի ասում։ Ուղղակի դու ինձ չէիր հավատում։ Ես չուզեցի հավատալ։ Ես իրան չհավատացի։ Արբի, որովհետև դու Սոնային հավատացիր։ Արամի ոչ մի ընկեր չհավատաց։ Որովհետև ամեն ինչ իրա դեմ էր։ Հա, Արբի, որովհետև ամեն ինչ Արամի դեմ իդեալական կազմակերպված էր։ Արբի, դու հավատացիր բոլոր այն փաստերին, որոնք Արամի դեմ էին։ Բայց դու չհավատացիր այն փաստերին, որոնք Արամի օգտին էին։ Անես ինչ պատմություն է։ Անես լրիվ խճճվեցի, եթե պարզվի, որ Արամը անմեղ է։ Արբի, ու կպարզվի։ Հավատա։ Արբի, քո համար այդքանը քիչ էր։ Արամի պատմությունը, Արտուրի սպանությունը, դրան կողպեքը։ Քո համար քիչ էր այդքանը։ Արբի, սրանք շատ լուրջ կազմակերպված հանցագործություններ էին։ Ես չգիտեմ, եթե պարզվի, որ Արամը անմեղ է, ես ոնց եմ նայելու իր աչքերի մեջ։ Արբի, թող Արամը արդարացվի, հետո ներելու մասին կմտածենք։ Կարևոր է նա, որ այս ծանր բեռը երկուսի ուսերից դուրս գա։ Արբի, մի լացի, հիմա դրա ժամանակը չի։ Այն, որ Արամը անմեղ, այդ մենք բոլորս էլ գիտենք։ Ուղղակի շատ լուրջ ապացույցներ են պետք, որ մենք կարողանանք Արամին ընդեղից դուրս բերել։ Չգիտեմ, չեմ հավատում, որ այս ամեն ինչը ինձ հետ է կատարվում, Աննա։ Մանա այսքան կնեղվեր չի ասի քեզ։ Լավ, Արբի, ես պետք է գնամ հիվանդանոց։ Ինչի։ Դե Արմոն, Արբի, հիվանդանոցում է։ Այսօր պետք է վիրահատեն։ Ինչ ա եղել, լուրջ բան չի։ Լուրջ է, Արբի, շատ ծանր վիրահատություն է։ Արմոնս վերջերս շատ վատ էր։ Արմոն չէր կարողանում շարժվել։ Արամն էլ ստեղ չի, մի խոսքով ամեն ինչ խառնվել է իրար, Արբի։ Որ վերջացնեն ինձ անպայման տեղյակ պահի։ Հա, անպայման։ Ես գնացի։ Արամ, ես ինձ երբեք չեմ ների։ Երբեք չեմ ների, եթե պարզվի, որ դու անմեղ ես։ Ես ինչ եմ արել ես։ Քո դեմ վկայություն եմ տվել։ Երեխուդ քեզնից պահել եմ։ Դու ինձ երբեք չես ների։ Չես ների ու ես քեզ կհասկանամ։ Դու իրավունք ունես ինձ չներելու։ Ես պիտի հավատայի։
Առաջին բանը, որ արեցի, այդ չհավատալն էր, բայց պիտի հավատալուց սկսեի։ Եթե պարզվի, որ պապատ անմեղա, ես ոնց եմ կանգնելու իր առաջ։ Ինչ երեսով եմ նայելու աչքերին։ Ազատությունը իրանից խլեցին հերիք չի, բայց ես ավելի վատ եմ պարվել։ Քեզ եմ իրանից խլել։ Իրավունքը, իմանալու, որ ինքը քեզ ունի։ Աբջան, մի անհանգստացի, ամեն ինչ լավ կլինի։ Ճիշտ ասում էլի ձյաձ Վարդան։ Պետք չէ այդքան անհանգստանաս։ Հեսա կվիրահատեն ու ամեն ինչ կլինի առաջվանը։ Ոչ մի բան առաջվանը չի լինի։ Արմու ջան, Դավիթը ուրիշ բան նկատի ուներ։ Ես գիտեմ Դավիթն ինչ էր ուզում ասել։ Բարև։ Ասեցի գամ տեսնեմ ոնց եք, որ առաջինը լավ նորություններով ես գնամ Արամի մոտ։ Դե սպասում ենք էլի։ Սպասում ենք, որ Արմային տանեն վիրահատարան։ Երկար է տևելու։ Դե ընթացքից է կախված, ասել են մոտավորապես մի 3-4 ժամ։ Հիմա են սկսում։ Սպասում եք։ Մի անհանգստացեք, վիրահատությունը երկար կտևի, բայց ասում են ամենալավ մասնագետն է։ Սամվետն էլ է հետաքրքրվել ու ասում է, որ շատ լավ բժիշկ է։ Սա տվել են, որ ձեզ փոխանցենք։ Էս ինչ է։ Իսկ ով ասաց ձեզ տվել։ Չգիտեմ, երիտասարդ տղա էր, ասեց առաքման ծառայությունից է։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հա, Սոֆի։ Արփի, ես գիտեմ, որ պետք չի խառնվել ձեր հարաբերություններին, բայց ես շատ եմ անհանգստանում քո համար։ Ես լավ եմ ճանաչում Առնային։ Սոֆի, ինչ ես խոսում։ Արփի, դու մի վայրկյան մտքիցս չես գնում։ Ես շատ եմ վախենում քո համար։ Լսի, եթե երեխեն Արամինն է, Առնոն եթե իմացավ, քեզ կմորթի։ Սոֆի, դու վատ ես հասկանում։ Ես քեզ ասացի մի խառնվի ու հիմարություններ մի դուրսու։ Հիմա արդեն մեր տպավորությունն է, որ դու ինձ հատուկ ես չխայնացնում։ Արփի, լսի, ինչ եմ ասում։ Ես հասկանում եմ, որ դու այդ ամենը ստիպված ես արել, ստիպված ես խաբել։ Բայց հասկանում ես ինչ ես արել, ուշ թե շուտ կբացահայտվի, ինչքան կարաս խաբես։ Սոֆի, ինչի ես մեր հարաբերություններին խառնվում, այդ քո գործը չի։ Թե կարծում ես այնքան խելացի ես, որ դու հասկանում ես, որ այդ կարող է Արամի երեխան լինի, իսկ Առնոն չէ։ Ասեմ, որ սխալվում ես, այդքան էլ լավ չես ճանաչում Առնոյին։ Այսինքն, չհասկացա ինչ ես ասում։ Պետք էլ չի, որ հասկանաս։ Դու մենակ մի բան հասկացի, որ ինձ էլ չպետք է զանգես։ Էդ ինչ է։ Որ ձեր անունով այստեղ ծրար են առաքում, այդ արդեն տարօրինակ է։ Ուրեմն ինչ-որ մեկը գիտի ձեր բոլոր քայլերը։ Բայց ինչ կարա լինի։ Ինձ թվում է Արամի գործի հետ է կապված։ Բայց ինչ եք մտածում, որ Արամի հետ է կապված։ Ելնելով այս գործի խճճվածությունից, ինձ թվում է սա կծիկի մի մասն է։ Ո՞նց կարող դառնալ։ Դե կարող ենք իջնել իմ մեքենայի մեջ նայել։ Չէ, ես ինքս։ Մի մոռացեք Արտուրի դեպքը, չեմ ուզում, որ ձեր կյանքը վտանգեմ։ Լավ, ես գնացի։ Ես էլ եմ գալիս քո հետ։ Չէ, պետք չի։ Պետք չի։
Ասա Արնո։ Ուր ես Սոֆի։ Տանը ինչ ա եղել։ Ես դրսում քեզ եմ սպասում։ Հենց հիմա դուրս արի։ Հիմա գիշն է։ Մարդ կա այստեղ։ Հալո։ Արամի գործով փաստեր կա։ Դատարանում կտեսնեմ։ Արնո, ինչ ես անում։ Հեսա կհասնենք դեռ կիմանաս։ Մի հատ նորմալ կբացատրես, հասկանամ ինչ ա կատարվում։ Իհարկե կբացատրեմ, հաթաթ, որովհետև վերջերս դու սկսել ես լավ չհասկանալ։ Լսի, ուր ես ինձ տանում։ Դու մոռացել ես, թե Արնոյի դեմ։ Թող։ Ուր ես տանում ինձ, Արնո։ Ինչի էր զանգել Արփին։ Լավ եմ արել զանգել եմ, դուրս չի գալիս, որ տեսնում ես կինոտով ա։ Ձենդ խտրի։ Տեսնես ինչ եղավ այդ գարը։ Չգիտեմ, սա կզանգեմ։ Հա, ինչ ես։ Արամի ազատության բանալի։ Ո՞վ։ Սոնայից բակի տեսախցիկների զայնագրությունը։ Այստեղ կային փաստը, թե ոնց են գողանում Արամի մեքենան։ Իսկ երևում ա ով ա։ Չէ, չի երևում, բայց հաստատ երևում է, որ Արամը չի։ Բա հիմա ինչ պետք է անենք։ Դուք ոչ մի բան։ Մտածում եք Արմոյի վիրահատության մասին, իսկ ես գնում եմ դատարան։ Բայց ինչ եք կարծում, դա կօգնի Արամին։ Գնում եմ ամեն ինչ անեմ, որ օգնի։ Հավատս չի գալիս։ Լավ, ես գնացի։ Հենց նորություն լինի, կամ կգամ, կամ կզանգեմ։ Աստված քո հետ։ Սպասում ենք լավ նորությունների։ Լավ։ Իջի։ Ինչ ես անում։ Իջի կիմանաս։ Թող ձեռս։ Ինչ ես ուզում ինձանից։ Քեզ ով ա թույլ տվել, որ դու իմ անձնական կյանքի խառնվես։ Քեզ ով ա թույլ տվել, դու ով ես։ Այ ուրա թող։ Ես այն մարդն եմ, ով քեզ միշտ սիրել է, հանուն քեզ ամեն ինչի պատրաստ ա եղել։ Իսկ դու մի մարդու ծեր ես մուրում, ով թքած ունի քո վրա, ու դու դա շատ լավ գիտես։ Նա իմ կինն է։ Իսկ դու ով ես, Սոֆի։ Դու ով ես իմ համար։ Արնո ամեն ինչ կարար ուրիշ ձև լիներ։ Ինքը խառնեց ամեն ինչ։ Դու կուրացել ես հանուն մի մարդու, ով քեզ ընդհանրապես չի սիրում։
Դու միշտ էլ իմացել ես իմ վերաբերմունքը քեզ։ Ու իմացել ես իմ սերը Արփիի հանդեպ։ Այնքան ես սիրում, որ քո ինքնասիրության վրով ես անցնում։ Այնքան ես սիրում, որ ներում ես ամեն ինչ, անգամ ուրիշ երեխուն ես հայրություն անում։ Կարող է վաղը մյուս օր էլ Արամին բերես քո տուն, որ Արփին քո կողքը պահես։ Զսպում եմ քեզանից։ Դու արժանի ես այս կյանքին։ Եթե դու իմ անձնական կյանքին խառնվես ու փորձես ինչ-որ բան անես, չմոռանաս, որ Արնոն քեզ կվերացնի երկրագնդի երեսից։ Ես քեզ կոչնչացնեմ։ Արփին շատ ճիշտ անում, որ քո հետ սենց ավարտում։ Դու հենց սրան ես արժանի։ Այն որ դու միշտ մարդկանց վրացից աղացել ես ու ստորացրել ես, նույնը քո հետ անում ու լավ անում։ Էսի քեզ քիչ է։ Ես ես սենց չեմ թողի։ Լսում ես։ Ես ես չեմ թողի։ Ես սաղին կասեմ, որ դու ես սպանեմ Արկին։ Բժիշկ ջան, չեք սկսում։ Ասեցի 3 ժամից։ Այսօր չենք անելու իրադարձությունը։ Ինչի՞։ Բանապատա է։ Երեք պետք է չլինենք։ Բարձր ճնշում ունես Արմոն։ Ամբողջ օրը չի իջնում։ Ավելի լավ է ռիսկի չդիմենք, մի օրը բան չի փոխի։ Հա, ռիսկի չդիմենք։ Մի օրը բան չի փոխի տղես։ Ինչ ասեցի։ Ինչ որ լսեցիր։ Ես բոլորին կասեմ, որ դու ես Մարկին սպանել, լսում ես։ Բոլորին ասել եմ Արնո, ես փաստացի ունեմ քո դեմ այդ ամենը։ Դու իմ միջոցով ուզեցել ես ինֆորմացիա հավաքես։ Իսկ Մարկի մահվան օրը ես վստահ եմ, որ դու ես սպանել։ Լսի։ Ես գործնելու բան չունեմ, լսում ես։ Դու սպանը ինչ ես կանգնել։ Դու վախդ գործրել ես։ Ես քեզ կվերացնեմ երկրագնդի երեսից։ Ես քեզ ողջ կթաղեմ։ Դու հասկանում ես ես քեզ ինչ կանեմ։ Դու մոռացել ես ես ով եմ։ Մոռացել ես։ Դու արժանի չես սիրուն, լսում ես։ Քո ձեռքերը անյունոտա։ Դու կեղտոտ մարդ ես, դու պիղծ ես։ Քանի հոգու մահա քո խղճի վրա Արնո։ Դու վախդ գործրել ես։ Լսի, ես գործնելու բան չունեմ։ Ինչ ուզում ես արա, ուզում ես սպանի, ուզում ես փակի, բայց ես իմ հետ եմ տանելու քեզ։ Դու ամեն մի արարքիդ համար պատասխան ես տալու։ Ու ոչ թե կզրկվես միայն ազատությունից, այլ նաև Արփիի հետի ամեն մի քո նպատակից։ Կարող է Մարկին շատ ես կարոտել։ Կարող է գնաս Մարկի հետևից։ Ես վախենալու բան չունեմ ու կորցնելու բան էլ չունեմ։ Ինչ ես նայում, այ խղճուկ Արնո, պուճուր Արնո, ես քեզ երբ ճանաչում էի դու սենց չէիր, իսկ հիմա դու այս սենց ես։ Զզվելի կեղտոտ մարդ ես դու Արնո։ Թող, ատում եմ քեզ։ Դու արժանի չես ոչ մի նորմալ վերաբերմունքի։ Դու են սրան ես արժանի։ Ապրի Արփին, որ իմ տեղն էլ է քեզ ցավացնում։ Ես քո համար եմ եկել Հայաստան։ Բայց դու դրան արժանի չէի։ Պարզից էլ պարզ է, որ դու ես Մարկին սպանել։ Ես իմ առավել եւս վստահ եմ։ Դու քո բերանով ես դա հաստատում։ Իսկ մահվան օրը ես առավել եւս վստահ եղա դրանում։ Որովհետեւ դու իմ միջոցով ես ինֆորմացիա հավաքել, որ քո կեղտոտ գործերի մեջ ինձ խառնես։ Մտածել ես չի բացահայտվի, հա։ Մեծ Արնո։ Մտածել ես չեն իմանա քո կեղտոտ խաղերի մասին։ Եթե փորձես ինչ-որտեղ բերանը բացես, ես քեզ կոչնչացնեմ։ Ես քեզ ողջ կթաղեմ։ Ոչ միտեղ բերանդ չբացես։ Դու այդ ժամանակ հաստատ կհասկանաս, որ լիքը կորցնելու բան ունես։ Էլ ինչ էր ինձ պետք ես կործանելու համար։
Առնո, ես քեզ կվերացնեմ։ Ես քեզ կվերացնեմ, լսում ես։ Չմոռանաս։ Հանկարծ չմոռանաս, որ դու մեծ ցանկություն ունես ինձ վերացնելու։ Բայց Առնոն ոչ ոքից ու ոչինչ չի վախենում։ Առնոն միշտ հաղթում է։ Ինչ էր խոսում այսօր Սոֆիի հետ։ Ես լսել եմ, որ հետը խոսացել ես։ Սոֆին ամեն ինչ գիտի։ Ու ինչ գիտի։ Ինձ ասում էր։ Ասեմ, որ երեխան Արամինն է։ Թե չէ, եթե դու իմանաս, ինձ կսպանես։ Այդքան բան։ Այդքանը քիչ է։ Լավ, պարզա։ Դու ընդհանրապես մի մտածի դրա մասին։ Առնո, ես վախենում եմ։ Ինձ թվում է Սոֆին ամեն ինչ կպատմի։ Ոչ ոքի ոչինչ չի պատմի։ Ես դա թույլ չեմ տա։ Սոֆին թողին վրա։ Ու աշխատի ընդհանրապես հետը չշփվել, որ զանգերին պատասխանի առավելևս հետը հանդիպի։ Առնո, ես էլի իր հետ չեմ խոսա, չեմ շփվի, բայց դու մոռանում ես ինքը որտեղ է ապրում։ Եթե պետք լինի, ձեր տունը չես գնա։ Առնո, չեմ գնա։ Բայց ինքը այնտեղ է ապրում։ Լավ, արդ հանգստացի։ Սոֆիի հետ կապված բոլոր հարցերը ես կլուծեմ։ Ինքը էլ քեզ կյանքում չի անհանգստացնի։ Չգիտեմ, Առնո, անհանգիստ է։ Այդ երեխան իմ երեխան է։ Ու դրանում կյանքում ոչ ոք չի կարող կասկածել։ Ես գիտեմ, որ երեխան շատ կսիրես։ Եկաք, իմ հրաշքը, դիարի տատիկի մոտ բալիկ, արևս, ինչ համովն ես, որ մեծանաս, հայրիկի նման ուժեղ տղա ես դառնալու, չէ Առնո, պապա դե գրկի ինձ, ախր ես շատ համովն եմ, գրկի։ Ես վախենում եմ, չեմ կարա։ Բայց ինչ կա վախենալու։ Դեռ փոքրիկ է։ Հրաշքս, հրաշքս։ Հա, իմ բալիկի մարյուց տղա։ Լույս։ Ինչ կա, ինչ տոնություն, ինչ է հետացկել վիրահատությունը։ Անալիզների պատասխանները մի քիչ ուշացավ, դրա համար էլ լուրջ սկսեցին վիրահատությունը։ Ներսում է։ Հա։ Արդեն մի ժամա վիրահատում են։ Դեռ ոչ մեկ դուրս չի եկել վիրահատարանից։ Իսկ Արամի գործից ինչ նորություն կա։ Ալմոյով ընկանք, Արամին էլ մոռացանք։ Ես արդեն տվել եմ իմ մոտ եղած ապացույցը, սպասում եմ պատասխանին։ Չեմ հասկանում, դրանից ավել էլ ինչ ապացույց է ուզում դատավորը։
Միջնորդություն ենք ներկայացրել, որ վերանայեն գործը։ Մինչև այս հանգամանքները ճշտվեն, Արամին բաց կթողնեն։ Բայց մինչ այդ իրենք քննության են առնում հանցանշանի իսկությունը։ Պետք է ստուգեն հո կեղծված չի։ Դա որոշակի ժամանակ է պահանջում։ Այսքան սպասել ենք, էլի կսպասենք։ Վերջի բանին լինի։ Իսկ երբ կպարզվի։ Ես էլ եմ սպասում դատավորի պատասխանը։ Հալո։ Հիմա կգամ։ Ես գնացի։ Նորություն լինի, կզանգեմ։ Աստված քեզ հետ։ Արամ Ավետիսյան, տեսակցություն ունես։ Ինչ-որ նորություն կա։ Հա։ Ազատ ես։ Էդ ոնց։ Ամեն ինչ էր թող Արամ։ Հիմա գնում ենք հիվանդանոց։ Արմոյին են վիրահատում։ Ինչ եմ ես այդ մասին հիմա իմանում։ Այդ երբ եմ որոշելու ինձ չեն ասել։ Պապատ չուզեց, որ իմանաս։ Հանկարծակի ստացվեց։ Չանհանգստանաս։ Լավ, իսկ գումար որտեղից են գտել։ Սամվելը։ Էլի Սամվելը։ Դեռ ժամանակ կունենաս ընկերների շնորհակալություն հայտնես։ Ես հիմա ազատ եմ։ Գործը դեռ փակված չի, բայց ի հայտ եկած փաստերի հիման վրա դու մինչև դատը ազատ ես։ Հա, բժիշկ ջան, վերջացրեցիք։ Կասեք ինչ է եղել բժիշկ։ Կներեք, որ անհանգստացնում եմ։ Վիրահատությունը շատ բարդ էր, ընթացքում սրտի կանգ եղավ։ Ինչ։ Չէ։ Չի կարա տես բան լինի։ Հանգստացեք, խնդրում եմ։ Սրտի աշխատանքը մենք վերականգնեցինք, բայց հիմա խնդիրներ կան։ Արմոն կոմայի մեջ է։ Ինչ եք խոսում, ինչ կոմա։ Հնարավոր է սա մի ժամ տևի, մի օր, չգիտեմ, պետք է սպասել։ Ինչի ինձ չէիք ասում։ Ինչ էր դրանից փոխվելու։ Թվում էր, թե կյանքիս ամենաուրախ օրն է այսօր։ Այս գալիս եմ ստեղ իմանում եմ, որ Արամ Աստված քո կողմից է։
Ամեն ինչ լավ է լինելու։ Ես չպետք է ձեզ մենակ թողնեի։ Ես եմ մեղավոր։ Ես պետք է ամեն ժամանակին արած լինեի։ Բոլորը պատասխան են տալու։ Այն մարդիկում պատճառը, որ դուք այսօր այս վիճակում եք, պատասխան են տալու։ Արփի։ Մամ, ինչ ա եղել, ինչ ես լացում։ Ոչ մի բան, Արփի։ Ես քեզ հետո կզանգեմ։ Մամ, ձայնդ դուրս չի գալիս, կասես ինչ ա եղել։ Արփի, լավ չեմ զգում։ Գլուխս ա ցավում։ Ես քեզ հետո կզանգեմ։ Ասա Արփի։ Մամ, ես գիտեմ, որ դու գլխացավի համար հեռախոսը չէիր անջատի։ Արփի, լավ չեմ։ Ամբողջ օրը մտքով Մարկի հետ եմ եղել։ Չեմ կարողանում համակերպվել։ Չեմ կարողանում, Արփի։ Հա, բարես։ Պապ ջան, մամային ինչ ա եղել։ Զանգեցի, լացում էր, հետս չխոսեց։ Այսօր Արամին ազատել են։ Երևի մայրդ էլ մտածում է, որ եղբորդ մարդասպանը ազատության մեջ է։ Բայց իրականում Արփի, իմացիր, Արամը մեղավոր չի։ Արամը չի։ Եթե Արամը չի, բավ է։ Ինչ է եղել։ Արփի, ինչ է եղել։ Խոսալու տունակությունների գործում ես խոսա։